Ես ուղղակի նստած իմ մեջ խորում էի ինչ խոսում ես երիտասարդները իսկապես կապվեն Աստծո խոսքի հետ։ Դրա համար սուրբ գրքում գրված է հավատքը լսելուց է, լսելն է Աստծո խոսքից։ Այդպես գրված է սուրբ գրքում։ Կարդամ լսենք։ Ուրեմն հավատքը լսելն է ու լսելը Աստծո խոսքից։ Ենթադրեք դուք շաբաթ Կիրակի շաբաթ ամիսի անգամ են ընդհանուր երիտասարդական կամ դեպի երիտասարդական։ Դա շատ քիչ է։ Ասենք շաբաթը մի եկան պաշտպանում վերջ է։ Բայց շաբաթը օրը 24 ժամ, հələ 7 անգամ 24 ժամ ազգոտնակներ ինչ է, վրակ ասեք, 7 անգամ 24, 160 չէ, 160, ընդամենը պաշտպանքի կարողաններ, շաբաթվա մեջ 8 ժամ, 160 ժամ մենակ է, ուշադրեցեք։ Եթե դու 160 ժամ Աստծո հետ կապ չունենաս, այդ 8 ժամ ինչ կյանքես, օգուտ կտա, հարցը տանցես։ Եթե դու 160 ժամ զբաղված ես հեռախոսով, քո ցանկություններով, քո պրոբլեմներով, աշխարհի մարդի պես, ոչ կարծում ես, ոչ նորմալ աղոթում ես, բայց կարում ես ստեղ։ Ես խոսված եմ ոչինչ չես տա։ Մանավանդ մեր ժամանակը մի այդպես շրջանը է շատ հեշտ է, բայց քրիստոնեություն առաջ չի եկել։ Գալիս են, չէ՞, եւ բաները քարոզում են շատ լավ թեմաներ խոսեցին։ Վերջապերը խոսեց, որ հոգով մենք հոգի ունենք, մեր հոգին դիսորանա Աստծո խոսքով, Աստծո հոգով։ Ատիկ և պարը խոսեց սուր հոգու ներկայության մեջ, սուր հոգով եզվելու, սուր հոգով ապելու, Աստծո տաճանելու և այլ։ Եվ համարներ կարդացին։ Դու չես էլ հիշի միջև վերջ պաշտպանքը, թե ինչ խոսած որ համար։ Լավ չեն, որ գալիս են, ձեր հետ բերեք սուրդիկ, ես խնդրում եմ, սա սովոր։ Բերեք դետր գրիչ, և որ եղբարները խոսում են, դու գրես Եվ այդ հասկությունը պարապես, այդ 160 ժամը դու անդեմի չանցկացնես։ Ես որ համոզված եմ, ես որ ծերման երիտասարդ եմ 21 տարեկան, լույս սպասներ սուրդի կարդում եմ, ծնգի վրա աղոթելով, շատ անգամ, միջև մոտակ, անգամ հարց ուտելուց, ավտոբուս նստելուց, ճանապարհ գնալուց, Սուրբ գիրք եմ կարդում, հիշելուց և սուրբ գիրքի դրոշից նարկանում։ Հոգևոր մարդը, եթե չի իմանում ամբողջ եզերքի մարդիկ, քանի հազար տարի է սուրբ գիրք եղած, ով է կարողացել սուրբ գիրք եկել, ով փորձել է եկել ճնճվել աշխարհի բոլոր տաղանդավոր մարդիկ, մեծ գրողներ, մեծ ֆիզիկոսներ, մեծ մաթեմատիկոսներ, քիմիկոսներ, աստղագետներ, օրինակ մեր Վիկտոր Համբարձումյանին հարցրել են արտասանում Աստված կա թե չկա, ասում այն մեծ հարց իմ փոքր ուղեղում տեղ չէ։ Ինչ որ
երկագնդի կա կատարվելու է, լրիվ գրված է երկագնդի։ Ամբողջ երկագնդի ծրագիրը։ Ադամից սկսած մինչև վերջը։ Սա երկագնդի ծրագիրը։ Ինչ ուզում ես արա, չի կողմ։ Գրված է, որ ես երկիրը պետք է 70 տարի կոմունիստ լինել, աթեիստ լինել, հետո կործանվել։ Շուտով ես երկագունդը վարվելու է, ասել են թապելու երկրից, լուսինը, աստերը, վարվելու է լրիվ, ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, նո եք կարուզում եք, ժողովուրդ ջրևեղալնելու, ես մտածում եմ լրիվ, ես 8 հոգին թամեն մտանտա, բայց ես լսել եմ, 40 միլիարդ մարդ է երկիրը, 40 միլիարդ և ջրելով գնացել։ Դու մտածում ես ես երկիրը պտի մարդ, ես երկիրը պտի մարդ, նոր երկիր, Աստծո առկայություն հավիտենական, նա նյութական չի, քո հոգին նյութական չի, քո հոգին նույն չի, քո հոգին ինչքան քո մարմինը մեծանա, քո հոգին նույնը չի ձեռը, քո հոգին հավիտենական է։ Քո հոգու, ես գիրքը գրված է մարդի հոգու հավիտենական կյանքի։ Դրա համար մի քանի խոսքեր ես կտելադրեմ, ուզեք բերեք ձեր մոտ, Աստծո խոսքը հոգի և կյանք, այս գիրքը հոգի և կյանք, հոգու համար, հոգի և կյանք, ես խոսքեր, մարդի հոգի չի զորանա, ինչ շկերտ ուզում ես ունեցի, ինչ շկեր շոր ուզում ես ապրի, ինչ շկեր հարավոր ապրես, քո հոգի մի գրամ չի զորանա, քո հոգու կյանքը, զորությունը այս խոսքերի մեջ է։ Եթե դու նրա հետ կապ չունես, դու Աստծո հետ կապ չունես։ Եթե Սուրբ Հոգու հետ կապ չունես, Աստծո հետ կապ չունես։ Սա առաջին կետը, գրեք, Հովհաննես ավետարան 6:64 մոտ։ Առաջին կետը, մի 13 կետեր դիտելադրեմ։ Աստծո խոսքի մասին։ Աստծո խոսքը կենաց հաց է։ Հովհաննես 6:30 Աստծո խոսքը կյանքի հաց է, հոգու կյանքի հաց է, քո հոգին ինչ ուզում ես կեր, ինչ ուզում ես հաքի, ինչ ուզում ես վայելի, քո հոգի մի գրամ չի զորան, չի զորան, ուզում ես Ամերիկայի ճոխություն ապ, ուզում ես Եվրոպայի ճոխություն, Ռուսաստանի, ուզում ես Հայաստանը մնաճոխ մարդկանց հետ շպից, քո հոգի սոված վերնելու է, քո հոգու կերակուր ես միտը, կենաց հաց է, հոգու հաց, Հովհաննես 6:30, հոգու կաթա, առաջին Պետրոս 2:2, նորացի մանուկներից բնական անխարդախ կաթին փապագել, որ նրանով մեծանան միջև։ Սա հոգու կաթ է։ Եթե դու հոգու կաթը չես խմում, չես մեծանում։ Տես փոքր կմնաս, մեղքի մեջ կմեռնես, եթասունեք դժոխ։ Ես բրգով չկա։ Քեզ բրգովը Աստծո խոսքը։ Որտեղ գրքում գրված է Սաղմոս 107:20։ Իմ խոսքը կղրկեմ և կբժշկեմ ձեզ, ազատեմ ամեն գործանունից։ Տեսնեք ինչ Քեզ, ուշադիրս, ոչ մեկ չի կարող առաջնորդի դեպի հոգևոր կյանք, չի կարող։ Դա քո խելքի բանը չի, նայ քեզ ով առաջնորդ է։ Աստծո խոսքում ա գրված, նայտես կարդամս։ Ես ով ա առաջնորդելու դեպի Աստված։ 43 Սաղմոսի 3-րդ խոսքը կարդում ենք, նայտես։ Քո լույսը, լույսն է իր խոստան,
ճշմարտություն իրան խոսում։ Անոնք առաջնորդեն ինձի, քո լույս ու ճշմարտությունը գրքի մեջ, անոնք առաջնորդեն ինձի, զիս հանեն քո սուրբ լերը քո բնակարանը։ Սուրբ լերը քո օտանը, աստծո բնակարանն։ Քեզ, եթե դու ես խոսքը չհավատաս, չընդունես քո հոգու աշխարհը, նա չի կարող առաջնորդի քեզ։ Նաև հաստատես։ Ես չի համարակրված եմ։ Տեսնենք ինչա գրածվում։ Տերը բարի է ուղիղ է։ Անոր համար մեղավորների սովորեցի չի գրածվում արդար։ Ով իր մեղքը ճանաչում է, նրան սովորացնում։ Ով որ իր մեղքը դնում է, նրան սովորացնում։ Ով որ հոգևոր մարդ է, նրան սովորացնում Աստված։ Նրան է սովորացնում։ Եթե ես իմ մեղքերը չճանաչի, ես ողջ անեի, չխոստովանեի, ինձ չէր սովորեցնի իր ճանապարհը։ Նույնպես բոլոր նրանք Տերը ուն ասոր, ով որ մեղավոր է, եթե դու մեղ չունես, քեզ ինչ սովորացնի։ Դու մտածես, ես սուրբ եմ, ես արդար եմ, մեր հարևանից սարածել նայեք, վերեմ օրինակ սուրբ գրքից, որ մարդին անգամ Հիսուսը խոսեց իր մեղքի մասին, բայց ես չկարդամ, բայց ասեմ։ Հիշում եք, Մարիամ, որ եկավ Հիսուսի ոտքերը չոքեց, արցունքով թռչեց, մազերով սրբեց, համբուրեց այդ ոտքերը, ծանրագին յուղով եղոցեց։ Եվ այդ մարդը հրավիրել է Հիսուսի իրազորում։ Հրավիրել է, որ ինքը փառավորում է կոչել հրավիրել Հիսուսի իրազորում։ Ասեց, եթե Հիսուսը մարգարենի կիմանա ինչպիսի մեղավոր կինա իրական։ Հիսուսն է տեսնել նրա սիրտը հարց տվեց։ Ասեց մեկը 500 տարեկան, մյուսը 50 տարեկան։ Երկուսին է շնորհեց։ Ասեց քո հասկացողությունն է Սիմոն։ Ով շատ կսի։ Ասեց ով շատ շնորհեց։ Ասեց նայ ես քո տունը մտա։ Դիլ դու ոտքերին ջուր չտվի։ Այս կինը իր արցունքով լված ոտքեց, մազերով ես ոտքեց, որտեղ ճանաչեց իր ամենը, մինա եղուշ։ Ասմա ես քո տունը մտա, դու մի հատ իմ երեսին համբյուր չտվիր։ Բայց ես կինը հոս մտնելի մեր ոտքերս համբյուրի չի դատարում։ Ես քո տունը մտա իմ գլուխս ձեթով չոցեցի։ Բայց այս կինը իմ ոտքերից ոտքերն աշեշտում, իմ ոտքերը անգարժեք յողոցեց։ Դրաման նայես նրոց ասեց, ով իմ հավատում, ես քո մեղքերը ներված եմ։ Մեղավորին սովորեցրեց իր ճանապարհը, ես ես մարդիտեղ զարմանում։ Ես մարդը մի աչքասեց Հիսուս ջան, ներա ինձ, ես ինչքան մեղավոր մարդ եմ, չեմ գնահատել քեզ, իմ փառքի համար եմ, իր փառքի ջուրը խմել եւ արբել եմ։ Նա շատ է հասկանում, մեղավոր իշխան, մեղք իշխան։ Այսօր շատ եւ բաներ կան, նոր եկած ուղի։ Ես սրանից Երբ որ ես տնոջ պես, կգնես իրա ոտերը, արցունք թավես նրա ոտերի, կհամբյուրես այդ ոտքերը, և թրջես այդ ոտքերը, կնստես իրա ոտքերի մոտ, կսղճաս քո մեղքերը, խոստովանես, Տերը քեզ կասի գնար բարության, դու արդարես, կասի Հիսուս։ Եղբայրներ, դրա համար ես խնդրում եմ, Աստծո խոսքի հետ կապվենք, հաջորդ համարը, չորրորդ համարը, Աստծո խոսքը կյանքի ջուրը, Հովհաննես ավետարան 4:4, կյանքի ջուրը, ուզում ես կյանքի ջրի մասին ինչ խոսել։
Սամարացի ինը նստած էր եկել էր ջուր տվելու, Հիսուս է կյանքից ջուր ուզեց, ասեց ինչ ջուր չես տա։ Եվ Հիսուս գիտեր այդ մարդը անբարյակների գանատակ է դա։ Բայց ջուր խնդրեց այդ մարդից։ Հիսուս չի սկսում երկրից, սկսում է երկրից։ Ասում է, թե դու գիմնային ովակ ես է խոսում։ Ինչ պարքիվ է, դու նրանից կյանքի ջուր ուզեի։ Եվ նա քեզ ջուր կտա, դու չես ծառա, ավիտյան չես ծառա։ Ասաց դու ջրաներ ջուրը չհասկացար ես։ Վերջը, ասեց այն ջուրը, որ դու խմում ես, նորից ծառավ ես նորից կար ջուր, բայց այն ջուրը ես տամ, հավիտյան չես ծառա։ Աստծո խոսքը ինքան համով կյանքի ջուրը, որ այդ խոսքը խմես դու հավիտյան երջանիկ ես ըդել։ Այսօր շատերը հավատացել են երկար տարվա մի գրամ խմած չկա։ Ես գիտեմ, շատերն եմ ճանաչում։ Մի գրամ խմած չկա։ Աստծո խոսքը։ Ես կին ասեց, նցի ջուր դու խմեմ էլի։ Ասեց գնա, այլ հետ կանչի։ Ասեց այլ ջուր։ Ասեց 5 հատ մեծել ես, նեմ 6-րդ ներքով կարել չի։ Ասեց դու մարգարե ես դեր։ Եվ Հիսուսս են բացատրել որ ժամանակ պիտի գա, այսինքն այդ ժամանակը, որ հիմա է դասվեց, այսինքն չէ չի եղել։ Ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությամբ նպաշտել, հոգով, սուրբ հոգով երկրպագեն նպաշտել։ Եվ ասեց, դեր մեսյան պտի կա, ասեց այդ մեսյան ես է, որ ասեց ես է, սապորը շպրտեց։ Հիսուսը մատը դրեց անպիղ ջրերի վրա, որ խմում էր ինքը, մատը դրեց այդ ջրի վրա, որ այդ ջրից հրաժարվի, նա հրաժարվավ, Հիսուսի վերնի խոսքերը, որպես կյանքի ջուր խմեց այդ ինը։ Եվ գնան ժողովրդին ասեց, ինչ որ արել եմ, ես մարդ ասեց ես։ Քարոզեց ժողովուրդ եկա ապաշխարության։ Հիսուսի ամեն մի խոսքը, կյանքի ջուրը, կյանք, այդ կյանքի ջուրը դե չես ու խմես, ինչ մարես է գավատ։ Եկել ես ցույց տաս, կան երիտասարդներ, ես հետել եմ տեսել։ Գալիս են, ձևականություն ունեն, կելով են ֆամիլիան, որը մտածվեն, սուրբ կուրի ուզեն, բայց հրաշապատակը չի է։ Մտածվեն, որ սուրբ կուրի հետել եմ տեսել։ Մկրտվեն մաշնան, մկրտվապրծար մաշնան մեջ է։ Ամսացա պրծար դերջ, սուրբ կուրիկին տարակ։ Եվ այս կուրիկներ կամ ինքան խելացի, որ գալում են նրանց ուզելու, հարցում արելու, ասում է եղբար ջան, արել եք տղային եղբոր ոչեցյալի, մի հատ հարց տա, մի հատ շատ հարց եմ ուզում տա, ասում է պագույն կամ աշխանություն, Եվ ամաս հավատացյալ է, իրան լսելով են հավատքի, հարական հավատացյալ, ասեց իրան դեկավ տարած, խոնակասին, Քրիստոսին հանդիպա և դարա հավատացյալ, Քրիստոսին ճաշակել եմ ես, նա ապրում այն մեջ, չլսեք այդ խոսքը, Եվ այդ եղբայր կոչեցվել է գնաց աշխարհ։ Գնաց աշխարհ։ Եվ եկել էր լագեր, այդ քուրիկի համար, եկել էր լագեր։ Ուզի լուրդվեցին, մանչեցի ասի եղբայր ջան։ Նա հարցն է ես։ Դու հավատում ես, որ Հիսուսը կյանքի ջուրը է։ Չի հավատում ես մարդ։ Չի հավատում։
Ղուրանից ոչ աղոթում եմ, ոչ կարդում եմ։ Ուրեմն դու ետ աղջկան որպես ուրան չես սիրել։ Գնայր ու քիչ ապաշխարի տվարան։ Ետ աղջիկը քեզ կյանքում չես։ Նա գիտի, որ դու անապաշխար, անլուրջ մարդ ես։ Կյանքի ջուրը։ Եթե սուր գիրքը կյանքի ջուրը, ու դու այդ կյանքի ջուրը չես խմում։ Ոնց կհասկանաս ով ասնված։ Չես հասկանա, եթե հենց է մնաս։ Հաջորդ կետը, կյանքի մեղրը։ Կյանքի ջուրը Հովանի 4:14, Հովանի 4:14։ Կյանքի մեղրը, Սաղմոս 19:10, 119:103, քո խոսքերը, մեղրից, մեղրախորությունից խաղց։ Կյանքի մեղրը։ Կյանքի մեղրը։ Այդ կյանքի մեղրից համ մի քիչ համչարվես։ Բայց դու ինչ հավատացյալ ես, որ համ չկա քո մեջ։ Այդ խոսքի մեղրը, մեղրից, մեղրախորությունից քաղցր կյանքի մեղրն է։ Այդ կյանքի մեղրը, որ չես ուտում, դու չես եկավ։ Եկել ես ուին խաղաց, նորման ոյներ խաղցողների շատ ես։ Նայեք, 71 թվականին ապաշխարել ես, 71 ոչ մեկ ծնվար չկա։ Սավեր ջան, ով է 71-ից ձեր բացած։ Կարող եմ ես մնացած եք խայ։ Հիշում եմ, առաջի անգամ գնացել եմ երիտասարդական, ասի հաշվեք դրան կանոք եք, հաշվեցի 72 երիտասարդ, 72։ Սկի 10 հոգի չունած եկեղեցու։ Նազած հաշվեք, չդիմացան ներությունների, չդիմացան դժվարությունների, մեղք կերավ իրանց, և ես վերջի տարիներին գնացել էի Լենական Գյումրիի պաշտպանքի, մեկը գնաց սիտար, մասերով մարդ, ներս մտավ, մոտ 40 տարի այդ եղբորը չի տեսնել, չէ, սիտար մասերով Լենա պատվավ, ավեք եղբար, պանության, ասում դու ես, ասից մորացել ես ինձ, 40 տարի չեմ տեսեց մարդի, ես բաչին եմ ասեց, բաչին, շիրակի բաչին ես ասեց, ձերացել աղաշ ասեց, գիտես ինչ եմ այդը, եկեն եմ խոսորման եմ կոմոտ, որ աղոտ ես պետա մերն եմ, թե չմերան եմ կի մերն ոց, ասմա խոստովան եմ, աղոտի մերն եմ, ինչ մերն եմ, որ թրգեմ եմ, թե չէ որ մնացի ես, էլի կետա մերն ոց, գնաց դուրս մարդին, սուր բոգում է գրվար, ջրով է գրվար, ծավալի ապաչում ես, կյանքի չուքը մենք, որ իմանակ ես խոսքերի համն ու հոտ մեղրը, հաջորդ խոսք, վեցերով, ոսկի է, կյանքի ոսկին է, Սաղմոս 19:10, կյանքի ոսկի, աստծո խոսքը, դու կյանքի ոսկի որպես մականես, հնդրի կյանքի ոսկին տիրոջ ոսկի մեջ է, դու ուրիշ տեղ ես մանգալի, չկա կյանքի ոսկի, կյանքի ոսկի, միայն, տիրոջ ոսկի, հաջորդը, հայլյան, կյանքի հայլյան, կյանքը, բացող, կյանքը ծույց տող, Սաղմոս 19:10-ից, չէ, Հակոբոսի 1:23, հայլյան, Աստծո խոսքը, կյանքի կրակը, որ նա մտավ քո մեջ, ամեն ինչ այլելու է քո մեջ, բոլոր պղծումները, բոլոր բուրկերը, հենց սա այլել
կյանքի կրակը, կյանքի ուրջը, նա կոտրում է քեզ, կյանքա կառուցում, ինչպես եղբայրները կառուցեցին։ Երեմիա կրակը, Երեմիա 23:29 կրակը, Երեմիա 20, նույն 23:29 ուրջն է։ 10-րդ կյանքի ճրակը, Երեմիա չէ, կյանքի ճրակը, Սաղմոս 110:105 ճրակը, 11-ը Վահան է, ասպար է, Առակաց 35-ը, կյանքի սուր է 12-ը, Եփեսացիս 6:17 կյանքի սուր, որ բացում է մարդի մեջ, որ այդ սուրը գործի, և 13-ը կյանքի սերմ ասում, կյանքի սերմ, Եփեսացիս 6:17-ը սուրը, 13-ն էլ Մարկոս 4:14 իմ աղաչանքն ասես կապեք սուր գրքին, որ այդ խոսքի կյանքի մեղը, կյանքի չուրը, կյանքի հացը, որ ճաշակի ձեր հոգին, որ զորանա ինչպես եղբայրը խոսեց, պետք է ճաշակես դու, տեսեք ոնց են ճաշակում, ոնց են ճաշակում ասում, կարդամ լսեք, քո խոսքերի հայտնվելը լույս կտա ու միամիտներ իմաստուն է։ Քո խոսքի հայտնվելը, երբ որ դու ճաշակես այդ խոսքը ուտես, հոգով ճաշակես, ուղեղով չի, մարմնով չի, հոգով ճաշակես։ Եվ դες ինչ ասում, քո խոսքերի հայտնվելը լույս կտա քեզ և միամիտ մարդիկ իմաստուն է։ Տեսնում եք, ինչ հրաշալի գիրք է սա։ Շատ պրեզիդենտներ ամերիկան չեն ասել։ Երևի սխալ չեմ մի 10-ից ավելի պրեզիդենտներ ամերիկան։ Նրանց մեծ տևավոր խոսքեր են ասել սուր գրքի մասին։ Եվ միան պրեզիդենտը ասել ինչ ասում։ Ես խղճում եմ այն մարդկանց, որոնք ամեն օր սուր գրք չեն կարդում։ Իրանց զրկում են երկնային կյանքից, զրկում են ուրախությունից, զրկում են սուր ոգուզորությունից և կյանքի հացից ուջից։ Խղճում եմ այդ մարդկանց, որ ամեն օր սուր գրք չեն կարդում։ Սուր գիրքը, կենաց չուրը, կյանքի մեղրը, կենաց հացը, կյանքը, հոգիա, մուրջա, սուրա, կաթա կյանքի սերմ ու մեղրը, փառավորվի նրա։ Ես ուզում եմ սրանով, կապեմ ձեր սուր գրքի, կապեք սուր գրքի։ Ես նորից եմ ասում, ես կան նեղություններ, որ տեսել եմ ես կան տարիներ, ինձ պահել ես խոսքերը իր ասում գրքի։ Մարդը չի կարա կեզ պահել։ Առանց Քրիստոսի ոչինչ չի կարա։ Պետք է պատրաստվեք Քրիստոսի վրա, որպես ճյուղ, որ Քրիստոս կարողացել ճաշակեք, ես կյանքի ճյուղ, կյանքի հացը, կյանքի մեղրը, կյանքի կանթը, կերեք, այլեք, Հիսուսի շնորհքը ես ուզում բացել ձեզ։ Երևում որ ես ճաշակել եմ, թե չէ։ Խոսալուձերում, երևում թե չէ, ճաշակել եմ թե չէ, որ ճաշակաշ չեմ խոսել, ես ասոր խոսքի քաղցրությունը ինքան զորավոր եմ զգացել, դրա համար, որից եմ ասում, իմ համար աստվածաշունչ, Հիսուս Քրիստոսն այն համար, որտև ես գրքի մեջ ապրում անա, արդան լսի, այս գրքի մեջ ապրում անա։ Եթե ուզում ես Քրիստոսի գտնել, ես գրքի մեջ եմ։ Տիրոջը գրքի մեջ ընտրեցեք ու կարդացեք։ Ես Հիսուսի այս գրքի մեջ գտել եմ։
Եվ իսկական Քրիստոսը դες դեպի մեջ։ Դրեք ես համար։ Եսայի 34:16 Տիրոջը գրքի մեջ փնտրեցեք ու կարդացեք, որ լցվեք այդ կյանքով իսկական Հիսուսը այս գրքի մեջ։ Հողերի մեջ չի կարող։ Մարդիկ մի հատ փշակում, մի հատ ես մի չեղավ։ Գտի իսկական Հիսուսի, ճաշակի նրա խոսքը, իրա բերմից ելած խոսքերը, կյանք են կյանքի ները, ճաշակի, գնա ապրի նրա համար, որ Աստծո խոսքը